Քոչարյան, այս ցուցակը ձեզ ծանոթ է, այստեղ նաև ձեր անունն է։ Այո, այդտեղ էլի անուններ կան, ինչ եք զարմանում։ Ինչ ցուցակ է դա։ Ցուցակը ով որ տվել է ձեզ։ Մի հատ կանչեք Ռոբերտ Քոչարյան, ասա, այս ցուցակը ով է քեզ տվել։ Դուք չեք տվել։ Ոչ։ Իսկ ձեր անունով գրեց։ Թող Ռոբերտ Քոչարյանն ասի, իրենք այսքան տարի ինչի չեն բացահայտեցու, ինչ ցուցակ է, բայց չէ որ այս ցուցակը մեկ այլ բան էլ կարող է լինել։ Երկիրը գտնվում էր կոլապսի մեջ, եւ շատ հնարավոր է ցուցակը, որ կազմվել է, այդ կազմողները նպատակ ունեին կանխել հետագա զարգացումները, բայց բանակին չէր շրջապակել քաղաքը։ Ձեզ թվում էր Նայիրի Հունյանյանը մենք մտածել են մարդիկ, որ կարող է այս խումբը չբավարարվեր դրանով։ Այդ ցուցակը այդ կարմիր գույներով ցույց տուր մի հատ էլ։ Դու որ թերթն ես։ Տրիբյուն, խնդրում եմ տրիբյունի տեսանկյունից, նաև գնահատես, որ այս ցուցակի մեջ, նաև հարցեր կան, որ ուղղվի Ռոբերտ Քոչարյանին։ Այո, ես եղել եմ այդ սենյակ, մտել եմ, որտեղ այս ցուցակը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի, բայց ես չեմ էլ իմացել, որ իմ անունը դեղ կա։ Կներես, այդպես է եղել իրականությունը։ Հիմա ես շատ խոսվեց, ինչքան ուզում են խոսեն, բայց եթե այդ ցուցակը այդքան կարևոր էր 20 տարուց ավել գուցե իրանք իշխանություն են։ Այդ ցուցակով ինչի մեջ չեն հարցակնվել։ Հարցը չի առաջանում։ Ընկեր Ռոբերտ Սեթրակովիչը, այդ ցուցակը որ սրտի մոտ պահում էր, այդ պահում էր որ օրվա համար, որ տրիբյունը հանի այ կարմիր գրած, բացահայտեք եւ գրողին, եւ նպատակները խիստ կարող կարծում եմ պետական են եղել։